Մանասյան երեք միջադեպը անկախ դիտորդահազանգել էր, որ ԿՊ-ի հանրահավաքին դասապրոցեսի ընթացքում ուսուցիչներ, աշակերտներ են տարվել, ավելի ճիշտ գնացել, որովհետև ասում էր հարկադրաբար գնալու մասին խոսք չկա, եւ մենք տեսում ենք այս տեսանյութերում, թե ինչպես են երեխաները շարված, Նիկոլ Փաշինյանը քաղցրավենիք է բաժանում, ինչ որ ահազանգների ստացել է։ Մենք ըստ էության երեք այս հարցի հետ կապված ինքներս ենք մշտադիտարկում իրականացրել եւ մի քանի հարցումներ ունեցել ենք ու դրա հետ կապված նաեւ երեք ես հրապարակային հայտարարություն եմ տարածել, անդրադառնալով այն հանգամանքին, որ ճիշտ է իհարկե երիտասարդների, երեխաների մասնակցությունը տարբեր հանրային նշանակություն ունեցող գործընթացներին կարեւոր է, իրենք այո պետք է մասնակցեն որոշում կայացնելու գործընթացներին, բայց եթե խոսքը երեխաների կրթության իրավունքին է վերաբերում, ապա ակնհայտ է, որ այն պետք է լինի առաջնահերթ եւ դասապրոցեսը որևէ կերպ չպետք է խաթարվի տարբեր հանգամանքներով, այդ թվում քաղաքական գործընթացներով պայմանավորված։ Սա կարևոր հայտարարություն էր նաև նախազգուշական նպատակ ունեցող, որովհետև իհարկե օրինակ, մենք մի դեպքի մասին կարող ենք իմանալ կամ մի իրավիճակի մասին կարող ենք իմանալ, մեկը հանրային հնչեղություն ստանա, մյուսը ոչ, բայց պետք է սրան շատ մեծ ուշադրություն դարձնել եւ կրթության իրավունքի երաշխավորումը պետք է նաև քաղաքական բոլոր գործընթացների ընթացքում առաջնահերթ լինի։ Դուք այսինքն հավելյալ ճշտումներ արել եք, որովհետև այնտեղ օրինակ մուզեյը տեսանյութեր հրապարակել, ուսուցիչները, այսպես ասում են, մենք ենք եկել, շատ էին ուզում Փաշինյանին տեսնել, դրա համար դասերը կարճ ենք կազմակերպել, որպեսզի գան։ Ես հենց այդ դրվագի մասին եմ խոսում։ Բայց ինչ քայլեր դուք ձեր մանդատի շրջանակում ինչ կարող եք անել, որտեղ Մեր մանդատի շրջանակում առաջին հերթին կրթության իրավունքը երաշխավորելն է, որովհետև մենք բնականաբար վստահ եմ տեղեկացված եք, որ ոչ վարչական ռեսուրսի չարաշահման, ոչ համանման այլ գործընթացների հետ կապված չունենք լիազորություններ, բոլորովին այլ լիազոր մարմիններ կան այդ հարցերի առումով։ Մեր խնդիրը առաջին հերթին կրթության իրավունքի երաշխավորումն է այս համատեքստում, եւ մենք դրա համար հատուկ արձանագրել ենք, որ դասապրոցեսը որևէ կերպ չպետք է խաթարվի անկախ քաղաքական գործընթացներից ու նաև բնականաբար եթե ընտրելու իրավունքի հետ կապված է որևէ հանգամանք հարկադրանքի իր մեջ ներառի եւ այլն, բնականաբար սա եւս խնդրահարույց է, բայց մենք դրա վերաբերյալ ահազանգեր չենք ստացել, մենք ստացել ենք կամավոր եղանակով հավաքի մասնակցության ահազանգի մասին, որի պատճառով խաթարվել է դասապրոցես, հետեւաբար այդ process-ն ենք ուսումնասիրում։ Դպրոցի տնօրենին զանգել եք դրանից հետո, ի վերջո իր իրավասության դրություն է եղել ձեր մանդատի շրջանակում, կարող եք զանգել հարցներ օրենքի։ Եկեք մեր հաղորդակցության մեթոդների վերաբերյալ ես հիմա աչքում, որովհետև մենք հաղորդակցության տարբեր մեթոդներ ունենք, բայց բնականաբար մեր հիմնական պաշտոնական մեթոդը մարդկանց զանգեր կատարելը չէ, մենք պաշտոնական նաև հաղորդակցության մեթոդաբանություն ունենք, որը այդ թվում գրավոր բարձաբանումներ պահանջելն է, իհարկե բացառապես մեր իրավասությանը վերաբերելի հարցերի հետ կապված, եւ վստահ եղեք, որ այդ բոլոր մեթոդները մենք կիրառում ենք։ Տիկին Մանասյան, իսկ Հակոբ Կոջյանի անվան դպրոցի վերաբերյալ ուսումնասիրություն կամ նախ ահազանգ ստացել եք թե ոչ, որովհետև լրատվականներից մեկը գրել էր, որ տնօրենը բռնության է ենթարկել աշակերտներին, չնայած որ նա հերքել է, բայց դուք դիմացել եք այդ հայտարարության հետ եւ ունեք արդյոք ահազանգ թե ոչ։ Մենք անմիջապես կարող եմ ասել, որ ինքներս ենք մշտադիտարկում, եթե չեմ սխալվում, հատուկ ահազանգ հարցի հետ կապված չենք ստացել, բայց մենք մշտադիտարկման գործընթաց ինքներս մեր նախաձեռնությամբ ենք իրականացնում եւ այդ թվում այդ հայտարարությունները կամ այդ զանգվածային լրատվության միջոցներով տարածված հաղորդագրություններն ենք ուսումնասիրում եւ այո յուրաքանչյուրի հետևից գնում ենք, բայց նորից եմ կրկնում, խնդրում եմ նկատի ունենալ, որ բացառապես մեր մանդատի շրջանակներում, որովհետեւ հարցեր կան, որոնք ընտրությունների օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինների լիազորություններին են առնչվում եւ դա է պատճառը, որ մենք բացառապես մեր մանդատին առնչվող հարցերի ենք անդրադառնում։